Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանը ռազմավարական հարաբերություններին ու տարածաշրջանին առնչվող հարցեր է քննարկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Նախքան այդ Փաշինյանը եւ Կոբախիձեն ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ընթրիքի սեղանի շուրջ։ Սրահում Փաշինյանը հարվածային գործիքով նվագակցել է ելույթ ունեցող երաժշտական խմբին, ապա տեսանյութ հրապարակել գիծ գրելով. «Պատիվ էր վրացի ընկերների հետ նվագել վրացի ընկերների համար»։ Աֆղանստանի քաղաքացիների երկու խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել դեռ փետրվարի 20-ին։ Աֆղանցիները փորձել են անցնել Հայաստան լողալով հատելով Արաքս գետը։ Դեպքի կապակցությամբ փետրվարի 21-ին քննչական կոմիտեն նախաձեռնել է երկու քրեական վարույթ։ Կոմիտեն լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել, նշելով, որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա տվյալներ։ Հայ առաքելական եկեղեցին չի միջամտում քաղաքականությանը, սակայն սահմանադրությունը նրան չի արգելում արտահայտվել ի պաշտպանություն երկրի հոգևոր անվտանգության։ 10-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը։ Միևնույն ժամանակ նա կարծում է, որ իշխանությունները սահմանադրական սկզբունքներին հակառակ փորձում են սահմանափակել եկեղեցու ազդեցությունը եւ վերահսկել այն։ Մեկնաբանելով հոգևորականության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերը, Սրբազանը դրանք անվանել է արհեստական, իսկ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի դեմ մեղադրանքը աբսուրդային։ Ես չեմ կարող հավատալ, որ կգտնվի հայ դատավոր, որը կդատապարտի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Այս մարդը կհեռացվի եկեղեցուց, իսկ ժողովուրդը կանիծի նրա ամբողջ տոհմը, շեշտել է Եզրաս arczepiskopos-ը։ Չարտերային չվերթով 3 Մասկատից Երևան է մեկնել 115 ուղևոր, 90-ից ավելին Հայաստանի քաղաքացիներ։ Արտգործնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստան եկածների թվում են նաև հեռավոր արևելքից Օման եկած 2 քաղաքացի։ Գերատեսչությունից վստահեցրել են Օմանում Հայաստանի դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում, քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն։ Նախորդին հայտնել էինք, որ կրկին կոմերցիոն չվերթով Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել Հայաստանի 15 քաղաքացի։ Կիպրոսում ձերբակալվել է ադրբեջանցի զույգ, որը Լիմասոլում, Պաֆոսում եւ Լառնակայում լուսանկարում էր իսրայելցիներին պատկանող անշարժ գույքը։ Ադրբեջանցիները ձերբակալվել են դիվանագիտական աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա, որ նրանք հետախուզական առաքելությամբ են կղզում։ Ձերբակալվածներից առգրավել են բջջային հեռախոսներ, էլեկտրոնային սարքեր։ Մամուլը նշում է, որ ավելի վաղ Կիպրոսում արդեն արձանագրվել էին նմանատիպ դեպքեր ադրբեջանցիների մասնակցությամբ։ Մեկ սպորտային լուր. Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության արդյունքներով Հայաստանի հավաքականը նվաճեց 10 մեդալ, 4 ոսկե, 5 արծաթե եւ 1 բրոնզե։ Շարժվող թիրախ մրցաձևում Հայաստանի տղամարդկանց ընտրանին թիմային հաշվարկում դարձավ ոսկե մեդալակիր։ Նույն մրցաձևում Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ տեղում է։ Շարժվող թիրախ խառը-վազք մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր դարձավ Գոհար Հարությունյանը։ Երիտասարդների անհատական պայքարում առաջինը Լիլիթ Մկրտչյանն է, իսկ երկրորդը Յանա Հակոբյանը։ Հրաձիկ Էլմիրա Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևով։ Ավելի վաղ շարժվող թիրախ թիմային խառը մրցաձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյան Հայկ Մինասյան զույգն արժանացել էր արծաթե մեդալի։ Շարժվող թիրախ նորմալ վազք կանանց եզրափակիչում ոսկե մեդալ էր նվաճել ու 5-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձել Լիլիթ Մկրտչյանը։ Երիտասարդ աղջիկների պայքարում ոսկի ու արծաթ էին նվաճել Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը։ Իսկական մշակութային սիներգիա ընթացող պատերազմի ֆոնին համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են Իրանի եւ Իսրայելի երկու քաղաքացիներ, չնայած իրենց երկրների լարված հարաբերություններին, իրենց իսկ պետական դրոշները թիկունքներին, երրորդ երկրի տարածքում պարում ու զվարճանում են, այն էլ հայկական երաժշտության ներքո։ Այսքանը կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։